Եկեք ծափարենք թագավորների թագավորին եւ տերերի տիրոջը, բարի գալուստ Աստծոտուն։ Դոկտոր Սուարեսը ներկա չէ, մեկնել է երկրից դուրս ավետարանելու, բայց վերադառնալու է։ Աստված շարունակում է մեզ օրհնել, ուզում եմ բացել սիրտս եւ անմիջապես անցնել Աստծո խոսքին, Հովհաննեսի առաջին նամակին։ Հաղորդաշարը թարգմանվում է մի քանի լեզուներով։ Հովիվ Ջեյմին այժմ խոսում է 10 լեզվով՝ անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, քմերերեն, ուրդու, արաբերեն, ռումիներեն, կոյրերեն, իտալերեն եւ ինդոնեզերեն։ Այսօր պոլիտոլոգ եմ։ Ուրեմն բացենք առաջին Հովհաննես 4:4։ Առաջին Հովհաննես 4:4։ Դուք Աստծուց եք որդյակներ ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։ Երբեմն մոռանում ենք այս խոսքը, երբ բախվում ենք դժվարության, անհնարինության կամ դժվար դեպքի։ Մոռանում ենք, նա է Տերը եւ թույլ ենք տալիս, որ հուսահատությունը տիրի մեզ։ Հարցնում ենք, ինչու է այս ամենը տեղի ունենում, բայց նա Աստված է եւ ասում է, ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։ Նաև 5 կտակարանի 2-րդ մնացորդած գրքում ունենք գլուխ 29։ Նախ կխոսեմ 29-ի մասին, որպեսզի հասկանանք, թե ով էր այս մարդը։ Հաջողության գաղտնիքը մնացորդած 2-րդ գլխի 29 գլխում։ Եզեկիան, Հուդայի թագավորը։ Մնացորդած 29:1։ Եզեկիան թագավոր դարձավ 25 տարեկան հասակում եւ 29 տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Աբիա, Զաքարիայի դուստրը։ 29:2 Եվ նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ճիշտ ինչպես որ արել էր նրա հայր Դավիթը։ 3. Իր թագավորության առաջին տարվա առաջին ամսին նա բաց արեց Տիրոջ տան դռները եւ վերանորոգեց դրանք։ Պետք է այսպես վարվենք, եթե ուզում ենք քայլել Աստծո հետ։ Քիչ անց ավելի շատ կխոսեմ ու կուսումնասիրենք սրբության մասին, բայց այժմ թույլ տվեք սովորեցնել ձեզ, որ պետք է սկսենք հեռացնել այն ամենը, ինչ չի համապատասխանում խոսքին։ Բացեք դռները։ Այստեղ դռները հոգնակի է։ Այսպես բացեք դռները։ Մի թաքցրեք Աստծուց ձեր կյանքի որևէ ոլորտ, որովհետև իսկապես Աստծո աշկից ոչինչ չի վրիպում։ Մեր զգացումները, հույզերը, ցանկություններն ու գործերը։ Այսպիսով ինչ անենք, շարունակության մեջ բացատրում է, այստեղ 4-րդ համարում։ Բերեց քահանաներին ու ղևտացիներին եւ նրանց հավաքեց արևելյան հրապարակում։ Եվ ասաց նրանց. լսեք ինձ, ով ղևտացիներ, սրբագործվեք հիմա։ Մենք այս մասին ավելի ուշ կխոսենք, սրբագործեք ձեր հայրերի Տեր Աստծո տունը եւ սրբարանից դուրս հանեք պղծությունը։ Այսպիսով բացենք դռները, ոչինչ չթաքցնելով Աստծուց եւ հեռացնենք ամեն սխալ բան։ Աստված իմ, ուզում եմ քայլել քեզ հետ, այս խոսքից զատ, եթե շարունակեք կարդալ 30 եւ 31-րդ գլուխները, կտեսնեք, որ Եզեկիան սովորեցնում է ժողովրդին սիրել Աստծուն, ծառայել Աստծուն։ Բացի այդ, տեսեք, թե ինչ է կատարվում 32-րդ գլխում, մնացորդած 32:1։ Այս գործերից եւ հավատարմությունից հետո Ասորեստանի Սենեքերիմ թագավորը մտավ Հուդայի երկիրը եւ բանակատեղի դրեց պարսպապատ քաղաքների դիմաց եւ մտածում էր գրավել դրանք։ Պայքարը սկսվեց։ Տարիներով ասել եմ, հավատարմությունը անձեռնամխելիություն չի երաշխավորում։ Երբ Աստծուն ենք, պայքար կարող է սկսվել։ Տերն ինքն ասել է, այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձանով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, այսինքն նեղության հանդիպելիս չպետք է բողոքենք, Աստծուն կասկածի տակ դնենք։ Աստված մեզ հետ է։ Հետո ինչ արեց Եզեկիան։ Մնացորդած 32:2։ Երբ Եզեկիան տեսավ, որ Սենեքերիմը եկել է եւ դիտավորություն ունի պատերազմելու Երուսաղեմի դեմ, խորհրդակցեց իր իշխանների եւ զորականների հետ, որպեսզի փակի քաղաքից դուրս գտնվող աղբյուրների ջրերը, եւ նրանք օգնեցին իրեն։ Պայքարի մեջ մի թույլ տվեք, որ որևէ բան, որևէ անցք, որևէ բաց խանգարի ձեզ։ Ոմանք թողնում են։ Եթե ձեր ներսում թշնամություն կամ ատելություն ունեք, արդեն անցք է։ 4. Շատ ժողովուրդ հավաքվեց եւ նրանք փակեցին բոլոր աղբյուրներն ու երկրի միջով անցնող հեղեղատը, ասելով. Ինչու Ասորեստանի թագավորները գան եւ առաջ ջուր գտնեն։ 5. Եզեկիան ուժեղացավ, վերաշինեց բոլոր քանդված պարիսպները, բարձրացրեց աշտարակները, դրսից մի ուրիշ պարիսպ կառուցեց,
նորոգեց Դավթի քաղաքում գտնվող Մելոնը եւ շատ զենքեր ու ասպարներ պատրաստեց։ Ուշադրություն։ 6. Նա զորապետներ նշանակեց ժողովրդի վրա, նրանց հավաքեց քաղաքի դռան հրապարակում իր մոտ եւ քաղցրությամբ խոսելով նրանց հետ ասաց. 7. Զորացեք եւ քաջ եղեք, մի վախեցեք եւ մի զարհուրեք Ասորեստանի թագավորից ու նրա հետ եղած ամբողջ բազմությունից, որովհետև մեզ հետ եղողները ավելի շատ են նրանց հետ եղողներից։ Այս համոզմունքը պահենք մեր ներսում, մեր սրտում դժբախտություն պատահելիս։ Երբ պատերազմ է սկսվում, պատերազմ սկսվելիս պետք է հիշենք, որ նա մեզ հետ է, այնպես որ մնացածն այլևս կարևոր չէ։ Եթե բախվում ենք անբուժելի հիվանդության կամ ուժեղ հակառակորդի հետ, որն ունի մեծ քաղաքական կամ տնտեսական իշխանություն կամ տեղական ազդեցություն, չգիտեմ, կախարդությամբ կամ այլ լուրջ բաներով զբաղվող մեկն է, նույնիսկ ծիծաղս է գալիս։ Ինչ պետք է անել։ Պետք է վստահ լինենք, որ նա մեզ հետ է։ Ինչպես կարող ենք վստահ լինել, հովիվ Ջեյմ։ Եկեք անցնենք այս հայտնի համարին։ Սաղմոս 119, համար 11։ Այստեղ ասվում է 119:11-ում. Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեղանչեմ քո դեմ։ Պետք է Աստծո խոսքը թաքցնենք մեր սրտում, այն հզոր զենք է մեզ համար, ինքն Աստված մեզ հետ է։ Այստեղ մի խոսքով կկիսվեմ ձեզ հետ, որով կքաջալերվեք։ Սաղմոսներից, առակներից, ժողովողից եւ երկերկոցներից հետո գալիս է Եսայան, գլուխ 55, համարներ 8 եւ 9, գլուխ 55, համար 8։ Արդարև իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը։ Կհարցնեք, որտեղ են Աստծո մտքերը, հովիվ Ջեյմ, որտեղ են Տիրոջ ճանապարհները։ 9. Այլ ինչպես երկինքն է բարձր երկրից, այնպես էլ իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից, եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներից։ Պետք է Աստծո խոսքը, Աստծո մտքերը պահենք մեր մեջ, որպեսզի փոխենք մեր մտքերը, որովհետև մեր մտքերը կասկածի տակ են, անորոշության եւ անապահովության մեջ են։ Այսպիսով մեր մտքերը փոխարինելով Տիրոջ մտքերով, ինչպես ձեր սրտում պահեք այն խոսքերը, որոնք հենց նոր լսեցիք։ Առաջին Հովհաննես 4:4 Ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։ Մտապահեք այս խոսքը, որովհետև այն հիմնարար խոսք է, որը ես ձեզ տալիս եմ։ Ուրեմն Վիլա Ալպինում է եւ Աստված գործում էր։ Կտեսնեք մարդկանց, ովքեր ապաքինվել են կաթվածի հետևանքներից։ Այս արշավների ժամանակ Աստված հրաշալի բաներ է անում։ Այնպես որ խնդրում եմ, միացրեք այդ տեսանյութը մեզ համար։ Առավոտները շնորհքով թիմը հովիվ Ջեյմի հետ այցելեց Սան Պաուլոյի Վիլա Ալպինա եկեղեցի, որտեղ շատ օրհնված ծառայություն ունեցանք, լի Աստծո հրաշքներով։ Նախ առակած գրքի 3-րդ գլխի առաջին համարի վրա հիմնված քարոզը մեզ հայտնում է Տիրոջ օրենքը չմոռանալու եւ նրա պատվիրանները պահելու կարեւորության մասին։ Մի մոռացիր իմ ուսուցումը եւ քո սիրտը թող պահի իմ պատվիրանները։ Մոռանում ենք այս խոսքը։ Օրինակ, եկեղեցում մեկից վիրավորված ենք, մոռանում ենք։ Աստվածաշունչն ասում է. մեր պատերազմը արյան եւ մարմնի դեմ չէ։ Հավատքով լի խոսքից հետո ժամանակն է դիտել աղոթքից հետո կատարված Հիսուսի անվամբ բազմաթիվ օրհնություններ եւ հրաշքներ։ Ոչ, ձեռքս չէի կարող բարձրացնել։ Անկարող էիք, ձեռքս ընդհանրապես չէի կարողանում բարձրացնել։ Բոլորովին նաև հետազոտություններ ունեմ։ Հետազոտություններ, այո, բուրիստ եւ ջլի բորբոքում ունեմ։ Բուրիստ լացում էի, բայց քանի որ հեռուստացույցով դիտում էի, ձեզ հավատում էի։ Իսկ այժմ կարող եմ ձեռքս բարձրացնել։ Որքան էի կարողանում։ Ընդհանրապես չէի կարող բարձրացնել։ Փառք Աստծուն։ Ֆիբրոմիալգիա ունեմ։ Ցավ ունեմ ոսկորներում, նյարդերում, անգամ չէի կարողանում շարժվել։ Իսկ այժմ չէի կարողանում կռանալ, բայց այժմ կռացեք, տեսեք կռանում եք, ձեռքդ հպիտ գետին, երբեք չեմ դրել, գոհանում ենք Հիսուս, փառք Աստծուն։ 3 ամիս է ինչ մեջքի սաստիկ ցավեր ունեմ, բայց արդեն Հիսուսի անունով անհետացել են։ Իսկ այժմ փառք Աստծուն, շնորհակալություն Հիսուս։
Ինչ որ ժամանակ առաջ եկեղեցու անդամ էի, հովիվ, նույնիսկ ծառայել եմ, բայց այժմ չեմ էլ կարող ծառայել, այժմ ավելի լավ եք։ Ես, գնացեք, քայլեք, ոտքերս ցավում են, առաջացեք, շարունակեք։ Աստվածաշունչն ասում է, որ նա չեղած բաները գոյության է կոչում, կարծես եղած, ուրեմն քայլեք, ի՞նչ է ձեր անունը։ Աննա, գեղեցիկ անուն է, իմ դստեր անունը նույնպես Աննա է, այո, բայց այժմ Աֆրիկայում է։ Տվեք ձեր ձեռքը։ Աննա, քայլեք ինձ հետ։ Քայլեք, այժմ ետ դարձեք, Աննա։ Վերադարձեք, ամբողջ օրը քայլեք։ Գնացեք, Աստված զորացնում է ձեզ։ Այսօր հրաշքների օր է Վիլա Ալպինայում։ Աննա, նայեք, հովիվ Ջեյմին։ Շարունակեք ամեն օր հավատքով առաջնորդվել։ Հիշեք այն կնոջ մասին, ով ապաքինվել է, լավ։ Քույր Մարիան մեզ պատմում է այն հրաշքի մասին, որը կատարվեց հավատքով աղոթքի միջոցով։ Իմ վկայությունը այն է, որ 3 անգամ կաթված եմ ստացել եւ ձախ կողմս կաթվածահար էր, չէի կարողանում ճիշտ քայլել։ Երբ են այս կաթվածները տեղի ունեցել։ Վերջինը 4 տարի առաջ էր։ Օրեր են լինում, որ հազիվ եմ քայլում, ստիպված եմ քայլել հենվելով ամուսնուս վրա։ Գալուց ինչպես էի քայլում։ Երբ հովիվը հանդիպեց ինձ փողոցում, հենված էի պատին։ Պատկերացրեք, որ նա հովիվն է եւ ցույց տվեք։ Այսպես էի քայլում, նա օգնում էր ինձ։ Թողեք նրան, թողեք հովին եւ քայլեք։ Տեսեք, սիրելիներ, նայեք։ 2 կաթված, նորմալ քայլեք։ Թողեք նրա ձեռքը։ Թողեք գնա, շարունակեք։ Աստված զորացնում է։ Օ, սիրելիներ, նայեք, մյուս կնոջը, որը քայլում է։ Տեսեք, բռնել է իր ձեռնափայտը։ Օ, Հիսուսը հրաշալի է։ Հիսուսը հրաշալի է։ Աստված օգնի ձեզ։ Քույր Ջեյնը ցավից քնեց, բայց աղոթքից հետո ցավն անհետացավ եւ այլևս երբեք չի վերադառնա Հիսուսի անունով։ Հովիվ 3 գիշեր աջ ոտքից ցավից չէի կարողանում քնել, բայց այժմ չի ցավում Հիսուսի անունով։ Կաղում էիք։ Այո։ Ինչպես էիք քայլում, ցույց տվեք։ Առաջ այսպես էի քայլում։ Այժմ շրջվեք Աստծոքին, սովորական քայլեք։ Տեսեք, սիրելիներ, Հիսուսը հրաշալի է։ Փառք Աստծուն։ Հրաշալի է։ Փառաբանեք Աստծուն, ալելույա, Տիրոջ վրա հույս դնողները Սիոն սարի պես են, որ չի սասանվում եւ մնում է հավիտյան։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը հավիտյանս հավիտենից։ Նա էլ քարոզիչ դարձավ, փառք Աստծուն, հրաշալի է։ Այն աղջիկը, որը կարմիր էր, պոլիոմելիտ ուներ եւ վեր կացավ ամրասայլակից ու առաջին քայլերն էր անում։ Աստծո գործն է, այսօր երկելու փոխարեն ձեզ վկայություններ են բերել, որպեսզի տեսնեք, թե որքան գեղեցիկ է այն։ Եվ իմ տված ուղերձն էր, մի մոռացիր իմ ուսուցումը։ Այն առակած գրքում է, նախկինում էլ այս ուղերձին անդրադարձել եմ։ Մի մոռացիր իմ ուսուցումը, մտապահեք, եւ քո սիրտը թող պահի իմ պատվիրանները։ Այսպիսով պետք է սովորենք ոչ միայն ասել, որ Աստված ավելի ուժեղ է, այլև երբ ինչ-որ բան պատահի, ինչպես ասացի, եթե ինչ-որ մեկը վիրավորի ձեզ, եթե ինչ-որ մեկը վնասի ձեզ, եթե ինչ-որ մեկը վատ խոսի ձեր մասին, զայրույթով լեցվելու փոխարեն հիշեք խոսքը. Իմ պայքարը մարմնի եւ այրան դեմ չէ, այսքանը եւ չեք մեղանչի։ Հիսուս ողորմիր այս մարդուն, չեմ կռվի նրանց հետ, չեմ վիճի, գուցե չհասկանաք նրանց, բայց Աստծո խոսքի մեջ կլինեք։ Այժմ դիտենք այս վկայությունները դոկտոր Սուարեսի քարոզի ժամանակ։ Ռեսիֆեում գիշեր էր եւ Պերնաբուկոյի բնակիչները Աստծո շնորհ եկեղեցու մասնակցեցին օրվա վերջին հավաքույթին։ Դոկտոր Սուարեսը քարոզում է եւ փոխվում են հավատացողների կյանքերը։ Աստծո կողմից մաքրված մարդը ձյունից սպիտակ է, անբիծ է, պարզապես հավատացեք, բայց չեմ զգում, պարտավոր չեք զգալ, պետք է հավատաք, երբ որոշում կայացնեք դեմ առ դեմ կանգնել սատանային, առանց վախի, երբ նա փորձի ինչ-որ բան անել, ասեք, ծերունին սա արեց, բայց ես նոր ստեղծված եմ, հներն անցան, ահա ամեն ինչ նոր եղավ, դուրս եք Հիսուսի անունով և կհեռանա, ահա թե ինչպես պետք է աղոթել։
Չկա որևէ խնդիր, որը կարող է դիմադրել Հիսուսի անվանը եւ հավատքով աղոթքից հետո չարը լքում է նրանց, ովքեր որոշում են հաղթել։ Մեջքի խնդիր ունեի, Իսկ այժմ ավելի լավ եմ։ վարժություններ արել եք։ Այո, նայեք, Նայեք, խնդիրն անցել է, նայեք, մեջքի ցավն անցել է։ Փառք Աստծուն, Նա նույնիսկ ծնկի իջավ։ կաթվածի պատճառով Տիկին Նենան մեծ դժվարությամբ է քայլելով հասնում եկեղեցի։ Խոսքն էլ փոխվել է, բայց աղոթքից հետո սկսել է ապաքինվել։ Ավելի լավ եք։ Խոսեք ինձ հետ։ Չեմ ուզում լսել նրան, ուզում եմ ձեզ լսել։ Ինչ է ձեր անունը, խոսեցեք։ Դուք կարող եք։ Աստված ձեզ ձայն է տալիս։ Ահա, Ինչ է փրկչի անունը։ ու Հիսուս։ Ապա ասա Հիսուս։ Հիսուս։ Դուք ասացիք նոր ինչ է ձեր անունը, ասեք ինձ։ Ձեր անունն այնքան հեշտ է եւ այնքան գեղեցիկ։ Նե նա Նենա։ Այո, դուք խոսում եք։ Դրեք ձեռնափայտը մի կողմ, երկու քայլ արեք առաջ, նայեք, շարունակեք քայլել, նայեք այստեղ, հրաշք է կատարվում, շարունակեք քայլել, գնացեք, կարող եք քայլել շարքերի միջով, տիկին Նենա, կարող են ձեզ պահել, եթե անհրաժեշտ լինի, մի վախեցեք, շարունակեք քայլել, մի դիպչեք նրան, միայն անհրաժեշտության դեպքում, փոքր ինչ հետ մնացեք, որպեսզի ոչ ոք չասի նրան հրում կամ պահում եք, այժմ տիկին Նենան քայլում է, ապաքինվել է Հիսուսի շնորհքով, Հիսուսի անունով, Հիսուսի անունով։ Նա քայլում ենք նորույն իր զարմուհու կողքին, ով խոսում է մեր թիմի հետ։ Նա կաթվածահար հիվանդանոցում էր, կաթված ստանալուց ի վեր նա կրում էր հետևանքները, չկարողանալով խոսել եւ շարժվել։ Նրա աչքողմը անդամալույծ էր։ 3 տարին անցել է առանց խոսելու, այնպես, ինչպես այսօր խոսեց։ Եվ այն հեռավորությունը, որը նա քայլեց առանց ձեռնափայտի, կարծում եմ սա առաջին անգամն է, այնպես չէ՞։ Իսկ ձեր անունը, կարող եք կրկին ասել ձեր անունը։ Ինչ է ձեր անունը։ Արժեր այստեղ գալ։ Ինչու եք օգտագործում այդ ձեռնափայտը։ Վիրահատվել եմ։ Երբ էր վիրահատությունը։ Հունվարի 31-ին։ Երկար ժամանակ է անցել ձեր վիրահատությունից, չէիք կարողանում քայլել։ Ոչ, չէի կարող։ Առանց ձեռնափայտի կարող եք քայլել։ Ուրեմն դրեք ձեռնափայտը ուսին, քայլեք, ազատեք նրա ճանապարհը, կարող եք դնել ուսին, դրեք, այո, առաջ գնացեք, քայլեք, նայեք սիրելիներ։ Նա անկարող էր, բայց այժմ կարող է, տեսեք ինչ հրաշալի է, որքան գեղեցիկ։ Շարունակեք քայլել, շարունակեք։ Այժմ ետ դարձեք, թեթև վազեք։ Ուզում եմ տեսնել, նայեք սիրելիներ, նա արեց, օ Հիսուս, դու զարմանալի ես։ Ամեն, նրանն է ողջ պատիվն ու փառքը։ Պետք է ուշադիր լինենք, Աստված ուզում է ավելին անել։ Պետք է ավելի շատ մտերմանանք նրա հետ, ավելի մոտենանք նրան։ Իրական կյանքի պատմությունն արագ կլինի, կդիտենք եւ ես կվերադառնամ։ Միացրեք մեզ համար, խնդրում եմ։ Լյուսիլենը եւ Սոսթենսը լքում են Ամազոնայի գյուղական տարածքը եւ գնում մանաուս աշխատելու եւ սովորելու։ Սկսեցի աշխատել 2005 թվականին որպես ուսուցիչ, բայց ուզում էի պետական ծառայող լինել, շատ էի սովորում։ Սկսեցի վաճառքի խորհրդատուից։ Նա աշխատանքի անցավ խոշոր դեղագործական ընկերությունում եւ ավելի փորձառու դարձավ։ Իսկ 2006-ին հայտնաբերեցի հավատքի հանդես հաղորդաշարը։ Ինձ գրավեց աղոթքը, Աստծո խոսքը եւ որ ավետարանում էին բոլորին։ Շարունակեցի դիտել, բայց սկսեցի հովանավորել միայն 2009-ին։ Կարողացա հովանավորել 1 տարի, ապա գնացի եկեղեցի։ Այնտեղ ինձ շատ լավ զգացի։ Զարմացած էի ու շատ երջանիկ։
2013-ին զույգը վերադառնում է գյուղական միջավայր եւ Լուսիլենը աշխատում է որպես ուսուցիչ։ 2014-ից ամուսինս սկսեց աշխատել դեղատանը որպես մենեջեր եւ մոտավորապես 2018-ին դեղատան սեփականատերերը, որոնք իմազգականներն էին, տեղափոխեցին դեղատուն իրենց քաղաք։ Ասացի, Տեր, չգիտեմ որտեղից սկսել։ Չգիտեմ, բայց ինձ առաջնորդիր։ Մենք պետք է հիմնեինք մեր սեփական բիզնեսը, որպեսզի կարողանանք շարունակել մեր կյանքն այստեղ։ Ապա Հովիվն ինձ խրախուսանքի խոսք ասաց, նա ասաց, որ ես կհաջողեմ այստեղ քաղաքում։ Աստված խոսեց ինձ հետ դոկտոր Սուարեսի միջոցով, հավատի հանդես հաղորդաշարում ասելով, որ հաջողելու համար տեղափոխվելու կարիք չկա։ Հովանավորեցի ամուսնուս, կարծում էի, որ հնարամտության կարիք ունի։ Ավելի շատ փորձ ձեռք բերեց, որպես ձեռնարկատեր։ Դարձավ տեսլական ունեցող մարդ եւ մեր խնայողությունները հավաքելով կարողացանք խանութ բացել եւ 2019-ին բացեցինք մեր դեղատունը։ Կառույցը պատրաստ էր, բայց դեղորյակ չկար, բայց Աստված շարունակում էր հաջողել մեզ։ Ունեինք բազում օրհնություններ, շատ մարդիկ եկան եւ դեղատանը հերթ էր։ Առաջին դեղատունը 10-14 մետրի վրա էր։ Մեր առաջի դեղատանն ունենք 4 աշխատակից։ Շարունակում էինք աղոթել, նպատակ սահմանելով։ Մեր հովիվը խոսք տվեց. ժայռից ջուր կհոսի։ Առաջարկեցի աղոթել 7 օր շարունակ կեսօրին։ Շարունակական աղոթների միջոցով բացեցինք մեր երկրորդ դեղատունը։ Երկրորդը 14-7 մետրի վրա էր։ Երկրորդ դեղատանը ունենք եւս 3 աշխատակից։ Երկրորդ դեղատունը բացվեց 2020-ին եւ զգալի հաջողություն բերեց, օրհնությունները շարունակվեցին եւ հաջորդ տարի զույգը մարկետ ձեռք բերեց։ Որոշեցինք ընդլայնվել սննդի ոլորտում։ Բացեցինք Լուչիանա անունով մարկետ։ Մարկետի տարածքը 10-15 մետր է։ Մարկետում ունենք եւս 2 աշխատակից։ Փոփոխություններ եւ սա դեռ սկիզբն է այն ամենի, ինչ Աստված պատրաստել է նրանց համար։ Ես հավատում եմ, ինչ Աստված արել է մեր կյանքում, հնազանդության ու հավատարմության պտուղ է։ Կարող եք հովանավորել այն, ինչը դեռ գոյություն չունի, իսկ նա հովանավորել էր իր ամուսնուն որպես ձեռնարկատեր։ Այժմ պատասխանենք Աստծո ժողովրդի հարցերին։ Առաջին հարցը խնդրեմ։ Հովիվ ջան, ինչ կարող ենք անել, որ մեր տաղանդները չկորչեն։ Տաղանդները գործում ենք։ Եթե կիթառ եք նվագում կամ սիրում եք երգել ձեր տաղանդներով, միացեք եկեղեցուն։ Կօգնենք ձեզ եւ դուք էլ կաճեք։ Եթե քարոզում եք, գնացեք հրապարակ։ Մեր հատուկ նվերը սերն է։ Ինձ դուր է գալիս, երբ Պետրոսն ասում է. «Արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ ունեմ, քեզ կտամ»։ Այսպես նրանք, ովքեր Հիսուս ունեն, թող կիսվեն Հիսուսով ուրիշների հետ։ Երկրորդ հարցը։ Բարև Հովիվ, ինչ է նշանակում լինել Քրիստոսի հարսը։ Պահպանեք ձեզ նրա համար։ Հարսը պահում է իրեն Փեսայի համար։ Մենք պահում ենք մեզ նրա համար հոգևոր ոլորտում։ Իհարկե դրանով ցույց ենք տալիս, որ ինչպես հարսը չի ապականում իրեն մեկ այլ անձնավորությամբ, այնպես էլ մենք չենք աղտոտում մեզ աշխարհով։ Մենք Քրիստոսի հարսն ենք հաղթական հանդիպման, գառան հարսանիքի, ամուսնության օրվա համար։ Այս ամենը հոգևոր է, խորհրդանշական։ Իսկ այժմ եկեք բացենք մեր սրտերը։ Հովիվ, հիվանդ երիտասարդ կին եմ եւ վիճակս օրեցօր վատանում է։ Նաեւ եղբայրս անհանգստացնում է ինձ։ Երբեմն կորցնում եմ ինձ խնդիրներից։ Ուստի կարճում եմ խոսքից։ Կարիք ունեմ, որ Տերը գործի իմ կյանքում։ Ասեք, ինչ պետք է անեմ։ Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ կփրկվես դու եւ քո ընտանիքը։ Հավատացեք խոստումներին, խոսքին, հոգ տարեք ձեր մասին։ Ձեր խոսքից երևում է, որ շատ ծանոթ չեք ավետարանին։ Այսպես գտեք եկեղեցի, որտեղ հոգևորապես կսնվեք եւ կօրհնվեք։ Ոչ միայն ձեզ համար, այլև ձեր եղբոր։ Բայց պետք է հոգ տանեք։ Եթե հիվանդ եք, ապա քինում հռչակեք, մի ասեք, թող թույլերն ասեն, ես ուժեղ եմ։ Չգիտեմ, բուժում ստանում եք, թե ոչ, ապա քինվեք։ Ստանձնեք այն ամենը, ինչ խոսքն ասում է ձեր եւ ձեր եղբոր մասին, ձեր ընտանիքի մասին, շտապեք աղոթել։ Խնդրում եմ, կանգնեք։ Այս աղոթքը կփրկի ձեր տունը։ Որոշ ալիքներ ժամանակավոր չեն հեռարձակվի։
բայց կշարունակեմ։ Լավ, փակեք աչքերը։ Հայր, ամեն ինչ խնդրում եմ այս կնոջ համար, խնդրում եմ նրա ընտանիքի համար։ Նա ասաց մտահոգված է իր եղբոր համար։ Տեր իմ, մտիր այդ տուն, որտեղ մեկը հիվանդ է, մյուսը կախվածություն ունի ալկոհոլից, երրորդը թմրանյութերից։ Մտիր այդ տուն, որտեղ մեկը հոգևոր ծեսերի ազդեցության տակ է։ Ջախջախում եմ խավարի դժոխքը, զորությունը ասելով. Սատանա, վերցրու ձեռքերդ այս ընտանիքից։ Դուրս կորչիր, անմիջապես հեռացիր այդ ընտանիքից։ Տեր Հիսուսի անունով։ Հայր, ծածկիր այս եկեղեցին այժմ քո փրկության պատմուճանով, Աստված իմ, թող նրանք փրկվեն։ Քո խոսքն ասում է. հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ կփրկվեք դու եւ քո ընտանիքը։ Եկ, նրա պատմուճանն այժմ անցնում է, բարձրացրեք ձեռքերը եւ դիպչեք նրան, այժմ ձեր եւ ձեր տան համար։ Այն ձեր եւ ձեր ընտանիքի համար է, Աստծո զորությունն է, որովհետեւ այդ կինը դիպավ նրա հագուստին եւ Հիսուսն ասաց. ես իմացա, որ ինձանից զորություն դուրս եկավ։ Տեր, ծածկիր այս տունը քո առաքինությամբ, ծածկիր այս տունը քո զորությամբ։ Օ, այժմ օրհնում եմ այս տունը, ձայնս բարձրացնում եմ դժոխքի դեմ եւ ասում. Սատանա, այս ընտանիքը պատկանում է Տեր Հիսուսին, բոլոր չար ուժերը, որոնք դիպչում են այս ամուսնությանը, լսեք հրամանս, սառնության, մերժման, անհամատեղելիության, անհավատարմության, զույգերին բաժանող, ընտանիքներ կործանող ուժեր, ազատեք այս տիկնոջ ու իր ողջ ընտանիքը, չարք, որ կանչվել է իր այդ տաճար, որ ընդունել է իր այդ զոհը, ջախջախում եմ քո զորությունը, քո տիրապետությունը այս տան վրա, պահանջում եմ, որ անմիջապես հեռանաս, ալկոհոլի, մարիխուանայի, կոկաինի ազդեցություն, ասում եմ, դուրս եք անմիջապես այս մարդու կյանքից, բաց թողեք այս մարդուն, որն ապրում է փողոցում, մենք կոտրում ենք դժոխքի այս ազդեցությունը, խաղամոլություն, աղքատություն, որը մտել եք այս տուն, գործազրկություն, ֆինանսական պարտքեր, լսեք իմ հրամանը, հեռացեք անմիջապես, մահ, որ ուղեկցում է այս ընտանիքին, հեռացիր այժմ, ովքեր ունեն բարձր արյան ճնշում, սրտի կաթվածի, ինսուլտի, իշեմիայի, անևրիզմների, թրոմբոզի պատմություն, ջախջախում եմ դժոխքի այս ազդեցությունները, պարտության եմ մատնում սատանայի ազդեցությունը, այս տանը եղող ողջ չարությունն ու դեպրեսիային հրամայում եմ դուրս գալ, որ հուսահատեցնում եւ խուճապ են առաջացնում։ Աղոթում եմ ձեզ համար, եղբայր, եթե խուճապի նոպաներ ունեք, աղոթում եմ նրանց համար, ովքեր վախի նոպաներ ունեն, ովքեր ստվերներ են տեսնում, ձայներ են լսում, մտածում են ինքնասպանության մասին, ովքեր ցածր ինքնագնահատական ունեն, հուսահատված են ու ընկճված, ասում եմ հուսահատություն, անմիջապես չքվիր, հեռացիր դեպրեսիա, հեռացիր հուսահատություն, հեռացիր մտքի հարձակում, այս մարդն ասում է, ամեն ինչ վատ է ընթանում ինձ համար, ոչինչ չի ստացվում, անմիջապես ջախջախում եմ այս բացասական ու դժոխքի ուժը եւ ասում եմ, սատանա, որ խաբում ես մարդկանց եւ կապում նրանց կյանքը, ջախջախում եմ ուժդ, որն ուղեկցում է այս տղամարդուն, այս կնոջը, ասում է, որ չառաջնորդես նրանց, սաստում ու կոտրում եմ քո տիրապետությունը, Հիսուսի փառավոր անունով, որ արժանի է փառքերի, մեծության, որին օրհնում ենք, որին երկրպագում ենք, որին կանչում ենք, որի անունի մեջ մեծ զորություն կա, բարձրացրեք ձեր ձեռքերը եւ փառք տվեք Հիսուսին։ Ամեն։ Whoa, whoa.